Բարի երեկո, տիկնայք եւ պարոնայք, մենք շարունակում ենք ինչ, որտեղ երբ հայաստանյան խաղերի աշնանային եթերաշրջանը, որն իրականացվում է Իգրա TV հեռուստաընկերության կողմից տրամադրված արտոնագրի հիման վրա։ Տիկնայք եւ պարոնայք, ինչ, որտեղ երբ խաղը մեծ տարածում է ստացել նաեւ մարզերում։ Եվ այսօր աշնանային եթերաշրջանի առաջին արտամրցութային խաղում արդեն ավանդական դարձած մարզերի հավաքականն է, այս անգամ նոր կազմով, և ես խաղի եմ հրավիրում Հովհաննես Ֆրանգուլյանի թիմին։ Տնտեսագետ Լուսինե Այվազյան, քաղաք Բերդ Տավուշ, փաստաբան Վոլոդյա Մազմանյան, քաղաք Վանաձոր Լոռի, տնտեսագետ Գևորգ Սարգսյան, քաղաք Մարտունի Արցախ։ Զինվորական Արտակ Մնացականյան, գյուղ Արարատ Արարատ, տվյալների վերլուծաբան Ալեքսեյ Հարությունյան, քաղաք Կապան Սյունիք և թիմի ավագ զբոսավար Հովհաննես Ֆրանգուլյան, Գյումրի Շիրակ։ Հովհաննես Ֆրանգուլյանի թիմի դեմ այսօր կխաղան Լուսինե Աղաջանյանը, Տաթև Մինասյանը, Վլադիմիր Գալստյանը, Պավել Ղազարյանը, Վազգեն Մարգարյանը, Արփինե Սահակյանը, Ալեք Մկոյանը, Բլից, Էդգար Գևորգյանը, Աննա Աստանյանը, Լիլիթ Չախոյանը, Հասմիկ Ղուկասյանը և հարց Յոնի բանկից։ Ինչ, որտեղ երբ աշնանային խաղեր, հեռուստադիտողներն ընդդեմ գիտակների, հաղթող կճանաչվի այն թիմը, որը կվաստակի 6 միավոր։ Հաշիվն է 0-0։ Առաջին խաղապուլ։ Բարի երեկո, հարգելի գիտակներ։ Բարի երեկո։ Պարոն Ֆրանգուլյան, մեր մրցութային թիմերի կազմում խաղում է Նարեկ Մնացականյանի թիմը, որը փաստացի իր ճանապարհը մեր ակումբում սկսել է հենց ձեր թիմի նման, մասնակցելով արտամրցութային խաղերի որպես մարզերի հավաքական։ Ինչ եք կարծում, կկարողանաք հասնել նրանց մակարդակին։ Ամեն ինչ կանենք, որ հասնենք, անցնենք եւ եթե անձամբ ծանոթ լինեի, դեռ ծանոթ չեմ, կխնդրեի, որ ձեռը գլխից դներ, որ մենք արժանանանք նույն հաջողությանը։ Հաջողություն եմ մաղթում։ Շնորհակալություն։ Ձեր դեմ խաղում է Վլադիմիր Գալստյանը, բժիշկ, քաղաք Սարատով, Ռուսաստան։ 2001 թվականի արտադրության ֆիլմերից մեկում ճանաչված ֆուտբոլիստը հայտնվում է ճաղերի հետևում։ Ուշադրություն հարցը։ Համաձայն սրամիտ բանտարկյալներից մեկի, ինչն էր այն միակ բանը, որը ֆուտբոլիստին մնացել էր նախորդ կյանքից։ Ժամանակ։ 2098-ին է եղել առաջնություն Ֆրանսիա ֆիլմը կանտոնան է ֆիլմի մեջ նկարել, բայց այդտեղ բանկ չունի։ Ճաղերի հետևում է ճաղերից բռնի, չէ, որ գոլը տոնելուց գնում է ճաղերից բռնում երկրպագուների։ Լավ, դարպասին տոնեցին, ինչն է միակ սարամատություն։ Այդտեղ մտածեցինք սարամատորեն, ինչ կարող է լինի։ Ուժը, համբավը, հարստությունը, շահած մեդալները, սարամատություն եկեք բանկանք։ Իրան կարան այցի գան, բանտում էլ, բայց դաշտում էլ կարան այցի գան։ Երկրպագուները։ Ինչ որ կանաչների հետևում բռնացա։ Բանկի մեջ զբոսանքը վազելու այդ բանտերի։ Ռեժիմը կարա լինի, ռեժիմը։ Ռեժիմներ կարա։ Ֆուտբոլի ռեժիմը։ Նախորդ կյանքից մնալը։ Լավ ռեժիմ, ուրիշ տարբերակ, փառքի հետ կապված։ Ֆուտբոլիստ է ինքը ճանաչում։ Անունը չի ասում, երևի էական չի։ Եկ Վինի Ջոնսի կինոն է, Կոստոլոմը։ Ինքը ինչքան գիտեմ տրամաներով Մայքեն, կարող է Մայքի համարը բանտի, որ կպած է լինում իր վրա։ Ժամանակ, պարոն Ֆրանգուլյան, ժամանակ, ով է պատասխանում։ Պարոն աղարտավար, այս հարցի պատասխանը թերևս կվստահի մեր թիմի ֆուտբոլագետ Գևորգին, կպատասխանի ինքը։ Լսում ենք ձեզ, Գևորգ։ Պարոն աղորդավար, ինչպես գիտենք, յուրաքանչյուր ֆուտբոլիստ իր մարզաշապիկի վրա կրում է համար, նաև բանտ նստած մարդը ևս ունի իր հերթական համարը, կարծում եմ, որ իր նախորդ կյանքից մնացել է միայն իր մարզաշապիկի վրա գրված համարը։ Հասկանալի է։ Ուշադրություն,
ճիշտ պատասխանը։ Երբ ֆուտբոլիստը հայտնվում է բանտում, սրամիտ բանտարկյալներից մեկը փորձելով մատնանշել նրա նոր կարգավիճակը, ասում է. ընկերս, միակ բանը, որ քեզ մնացել է նախորդ կյանքից, քո համարն է։ 1-0 օգուտ գիտակների։ Բացիկ, կենտրոնացած, բացիկ։ Գևորգ Սարգսյանը բերում է առաջին միավորը իր թիմին։ Չի հավատա։ Վերջին վարկյաններին, երևի թե դասական րոպե էր, ինչ որտեղ երբի, Գևորգ։ Ինչ որտեղ երբ աշնանային եթերաշրջանի գլխավոր հովանավորն է Յունիբանկը, խաղի գիտա-ինտելեկտուալ գործընկերն է PMI Science ընկերությունը, մեր արևային գործընկերն է Ital Solar ընկերությունը, մեր համեղ գործընկերն է Athենք ընկերությունը, գովաստ Armenia TV-ի եթերում։ Ուշադրություն, այսօրվա խաղի լավագույն գիտակին, հիդրոօթերոթաբանության և մոնիթորինգի կենտրոնի տնօրենի տեղակալ, ճանաչված հեռուստամեկնաբան Գագիկ Սուրենյանը նվիրում է իր և Աշոտ Խոյեցյանի հեղինակած Հայաստանի Հանրապետության եղանակակլիմայական պայմանները ձևավորող սինոպտիկական պրոցեսներ աշխատությունը սեփական մակագրությամբ։ Մեզ գրքեր տրամադրելու համար շնորհակալություն ենք հայտնում Զանգակ գրատների ցանցին։ Գրատան գործունեությանը ծանոթանալու համար կարող եք այցելել zangakbookstore.am կայք։ Շարունակում ենք խաղը, երկրորդ խաղափուլ։ Պարոն Սարգսյան։ Այո, պարոն հաղորդավար։ Բազմիցս մասնակցել եք մեր խաղի գիտակների ընտրության նախընտրական փուլերին եւ վերջապես դուք խաղասեղանի շուրջ եք։ Ինչ ապրումներ ունեք։ Շատ եմ ճիշտ ասած ցանկացել, որ մի օր լինեմ այն սեղանին, որտեղ կան այն մարդիկ, ում ես երկար տարիներ երկրպագել եմ։ Եվ ինչպիսին են այդ էմոցիաները այսօր։ Հրաշալի, պարտավորեցնող միևնույն ժամանակ։ Հասկանալի է։ Լարված չեք, կարևորը դա է։ Ընդհանրապես։ Ձեր դեմ խաղում է Ալեք Մկոյանը, տնտեսագետ, քաղաք Նովորոսիսկ, Ռուսաստան։ 20-րդ դարի առաջին կեսին հայտնի մի մարդ Հայաստանի գյուղերից մեկով անցնելիս տեսնում է, որ երկու գյուղացի վիճում են։ Նրանցից մեկը բազմաթիվ ոչ ցենզուրային խոսքերի շարքում գործածում է մի հայհոյանք, որը ստիպված է լինում կրկնել այս հարցի հերոսի խնդրանքով։ Ուշադրություն հարցը. ով էր այդ հայտնի մարդը եւ ինչու է նա խնդրում գյուղացուն կրկնել հայհոյանքը։ Ժամանակ։ Կոմիտաս։ Իմաստություն, Աչարյան, ընդունեցիք, հազար բարես չէր լսել, բաներ հետ կապված, բարեր հետ կապված, ֆոլկլոր հետ կապված, ինչ կարող նել, Կոմիտաս, Լավաչարյան, ուրիշ, Գյուղացու հետ շատ Ոսկեդարն է Հայաստան, Թումանյանը լորված զորերում ինչ-որ տուն է կնացել, ինչ-որ բան է արել, բայց որ հայհոյանքը կարա լինի, նախ կենտրոնանանք դրա վրա։ Գյուղացու բան չի։ Ու ինչի է խնդրել, որ կրկնի, Անծանոթ է եղել, ծիծաղել է եղել։ Երևի բարբարեկաղը հասկանալի չէ, ինքը ուրիշ բարբարի կամ ուրիշ ծև է հասկացել, ասեք մեր լեզվով նամակ եղել, իր գյուղացու մոտ հայոյանք եղել։ Նայ, երկերում չկա դա, հայոյանք երկերում չկա, բառարանում լիք հայոյանքների բացատրություն կա։ Լավ ընդունեցինք, դե այդ մեկը չէ։ Ես բացառման բանով եմ գնում, էլի։ Խելացի, ուրիշ տարբերակ։ Ուրիշ ծև է հնչել ու հասկացվել է ուրիշ տարբերակ։ Կհամանում բառ պետք է բաներ, բայց ինչ որ ստեղծագործության մեջ կա, Իսահակյան, սա մեծեր է։ Ժամանակ, պարոն Ֆրանգուլյան, ով է պատասխանում։ Շատ առատ չէին մեր այսօրվա տարբերակները, պարոն հաղորդավար, եւ մեր կարծիքով խոսքը գնում է Աչարյանի մասին, հայտնի բառարանի հեղինակի, հայոց լեզվի բառարանի հեղինակի, որ այդ վեճի ժամանակ լսել էր նոր բառ, որը դեռ չկար իր բառարանում կամ ուզեցավ ներառել իր բառարանի մեջ։ Ձեր պատասխանը հասկանալի է, իսկ հիմա ուշադրություն, ճիշտ պատասխանը։ Բազմաթիվ հայոյանքների մեջ մեր հերոսը լսում է մի անծանոթ բարբառային բառ եւ խնդրում է գյուղացուն կրկնել այդ հայհոյանքը,
որպեսզի կարողանա ճշգրիտ գրի առնել։ Այդ մարդը հայտնի լեզվաբան Հրաչյա Աճարյանն էր, 2-0։ Կենտրոնացում, չենք շեղվի։ Տիկնայք և պարունայք, իսկ մեր խաղին ներկա է Աթենք ընկերության գործատուի բրենդավորման պատասխանատու Լենա Աբրահամյանը։ Բարի երեկո Տիկին Աբրահամյան։ Բարի երեկո պարոն հաղորդավար։ Գիտեմ, որ վերջերս տեղափոխվել եք նոր գրասենյակ։ Իսկ ինչ է փոխվել ձեզ համար։ Շնորհակալ եմ հարցի համար, պարոն հաղորդավար։ Այո, անցած տարի մենք տեղափոխվեցինք մեր նոր լուսավոր, մեծ եւ ժամանակակից գրասենյակ։ Թե ինչ է փոխվել, եթե փորձեմ հակիրճ, ապա մեզ մոտ հիմա մի ուրիշ սիներգիա է։ Նոր գրասենյակը նոր շունչ հաղորդեց թե աթենքցիներիս աշխատանքի արդյունավետությանը, թե մեր ամենօրաշփմանն ու համագործակցությանը։ Գրասենյակում աշխատում ենք շուրջ 300 աթենքցիներով, ամենատարբեր ոլորտներում՝ ֆինանսներ, մարքեթինգ, մարդկային ռեսուրսների կառավարում, վաճառքներ, գնումներ։ Իդեպ ուզում եմ տեղեկացնել, որ մենք շարունակում ենք ընդլայնվել եւ մասնագետների ամենատարբեր բնագավառներից սիրով հրավիրում ենք միանալ երիտասարդ էնտուզիաստների մեր մեծ թիմին։ Շնորհակալ եմ։ Շնորհակալություն։ Ինձ մնում է միայն հիշեցնել, որ Աթենք ընկերությունը այն հարցերի շարքից, որոնց գիտակները ճիշտ կպատասխանեն, կընտրի լավագույնը եւ հարցի հեղինակին կպարգեւատրի 50,000 դրամի նվեր քարտով։ Շարունակում ենք խաղը, երրորդ խաղափուլ։ Կենտրոնացած։ Պարոն Ֆրանգուլյան։ Այո, պարոն խաղավար։ Դուք թերևս Գյումրվա ամենահայտնի զբոսավարներից եք։ Թեև մի քիչ բարձր է հնչում, բայց միգուցե։ Չասեցի ամենահայտնին եք, ասի ամենահայտնիներից մեկն եք։ Թեև մասնագիտությամբ ատամնաբուժ եք։ Ինչպես հայտնվեցիք ձեր ներկայիս ոլորտում։ Դա շատ երկար ճանապարհ է, որը տևեց մոտավորապես 15-16 տարի, տարբեր աշխատանքներով եմ զբաղվել ու 39 տարեկան հասակում գտա իմը տուրիզմը Գյումրին դարձավ տուրիստական քաղաք եւ ես գտա իմ աշխատանքը։ Արփինե Սահակյան։ Հասկանալի է, շնորհակալություն պարոն Ֆրանգուլյան, տա Աստված, որ բոլորը գտնեն իրենց այս կյանքում։ Նույնը ես եմ մաղթում։ Ձեր դեմ խաղում է Արփինե Սահակյանը, ապագա ճարտարապետ Երևանից։ Ուշադրություն, սև արկղ։ Սև արկղում մի առարկա է, որը Կոկո Շանելը գրեթե միշտ պահում էր իր մոտ։ Կոկո Շանելն ընդգծում էր, որ իր աշխատանքում միշտ փորձում էր ամեն ինչ պարզեցնել, մինչդեռ ուրիշները անում էին հակառակը։ Ուշադրություն հարցը։ Ինչը սև արկղում ժամանակ։ Ամեն ինչ պարզեցնել, կտրել, հանել, մինիմալ, փոքրիկ սև հագուստ, բան առանց այդ զարդարանքների բանի։ Մկրատ ունեցանք ուրիշ, հերցակուհի, մոդելյոր ու ինչպես պարզեցնի հայելիով, եկեք ամեն ինչը բան։ Շորի հետ կապված, շորը դա հայելիով մոդելյորների հետ կապված։ ինչն է պարզեցնում։ Միշտ իրա ձեռնա։ Հա, ասեղ կարա լինի ինչ-որ, ասեղ թել։ Ասեղը կարող է, ասեղը ավելացնող է, ոչ թե կտրող, հանող, պարզեցնող չի։ Չէ, դժվար, հա, Շանելը բան Բրոշը մի բան թեթի ավելի բարձրացնում, ինչու մի հատ այնց հասարակ բան տվող։ Դա ավանցը գնացինք առաջ, հետո Իսկ կարող շատ բան եմ գնում, սև սպիտակ ֆոտոապարատ օրինակ։ նոր լուսանկարչություն, հա, ընդուների տարբերակ է։ Պարզեցնելու հետ կապենք, ինչ տարբերակ ունենք։ Կամ էլ ուրիշ հագուստի բարակական գլխարկնի ինչու մի բան, որը ավելի է պարզեցնում շորը։ Ինչու մի հատ կողքից բան, կողվար, հա։ Ժամանակ պարոն Ֆրանգուլյան, ով է պատասխանում։ Թերևս պատասխանը միանգամից առաջի ամենահավանական տարբերակը միանգամից մի քանի հոգու մոտ եղավ, կվստահենք այս անգամ Արտակին։ Լսում ենք ձեզ։ Պարոն հաղորդավար, մկրատ, սև արկղում մկրատ եմ։ Ուշադրություն, ճիշտ պատասխանը։ Հագուստի ձևափոխումների համար միշտ պատրաստ լինելու նպատակով Կոկո Շանելը բացենք սև արկղը իր մոտ պահում էր մկրատ։ 3-0։ Կետրոնացումը կորցրեցինք, շարունակում ենք։ Ճիշտն ասած, հարգելի գիտակներ, ես չէի սպասում, որ այսպես դուք կսկսեք։ 4-րդ խաղափուլ։
Պարոն Մնացականյան։ Լսում եմ պարոն հաղորդավար։ Այս երկերի շարանից հետո չէի կարող չհիշել, որ դուք ոչ միայն զինվորական եք, այլև հանդիսավար, թամադա։ Իսկ երբ զինվորականներն են ամուսնանում, զեղչեր անում եք։ Միանշանակ գործված զեղչային ճկուն համակարգ։ Իմ զինվորներին ով զորացրում է անվճար, մնացածինը 50%-անոց զեղչեր։ Իսկ նման երգեր են հնչում ձեր վարած հանդիսությունների ժամանակ, թե ոչ այսքան լավ։ Նաև նման։ Նաև նման։ Ձեր դեմ խաղում է Պավել Ղազարյանը, ինժեներ Չարենցավանից։ Գիթառը կանադական ազգային արվեստի խորհրդանիշներից մեկն է։ Ուշադրություն հարցը։ Իսկ ինչ են ի նշանավորում են դրա թողարկել կանադացիները 2009 թվականին գիթառի մեդիատորի տեսքով ժամանակ Մեդիատորը փոքրիկ երանգի բան է։ Տերևը։ Կանադայի դրոշի տերևը։ Կանադայից ենք ասում, խոկեյ, սառույց, ծառան ինչ է կլոնի հայրենը։ Այդ ծառը։ Չէ, սոսինա, սոսին։ Այդ ծառը սոսինա։ Չէ, սոսին։ Հա, լավ։ Դրոշ էլի կարող են արտադրել։ Մարկա գիտարը ինչը կարող են կապել։ Կարա շատ լավ է մարկան իմիջիայինը։ Շատ հասարակ է։ Ասում եմ ինչի մեդիատորի տեսքով, ոչ թե մեդիատորի ինչի տեսքով։ մեդիատորի տեսքով։ Մեդիատորի տեսքով ինչ են բանել, մարկա ավելի շատ, որ նամականիշ։ Հա, լավ, ընդունեցի։ Նամականիշը կարա լինի նույն ձև, եթե մետաղադրամ կարա լինի, հուշադրամ է, Օնտարիոն կա, էլ ինչ գիտենք, ֆրանսերին, անգլերենի համադրություն ինչ կարող է լինել։ Իսկ 2009-ի իրադարձությունը 2009-ի տարի Հոկեյի աշխարհի չեմպիոնները Պուտին Օլիմպիադա եղած մեռայի աշխարհի չեմպիոն 2009-ի Ադամեն տարի աշխարհի չեմպիոն ա եղել, նենց չի որ բանա, որ հոկեյի նամականիշը ամենալավ տարբերակն է եղածների զադին։ Ժամանակ, պարոն Ֆրանգուլյան, ով է պատասխանում։ Կարելի է խնդրել մեկ անգամ եւս կրկնել հարցը, պարոն խաղավար։ Որ հաշվին նայեք, կհասկանաք, որ ոչ։ Ես ամենայն դեպս փորձեցի։ Ով է պատասխանում, դուք սկզբից ասեք։ Պատասխանը կհանձնենք Գևորգին։ Լսում ենք ձեզ, պարոն Սարգսյան։ Պարոն հաղորդավար, եթե ճիշտ նկատեցինք, մեդիատորի տեսքով ինչ են թողարկել, ոչ թե ինչն են մեդիատորի բանով թողարկել, ապա այս պարագայում տարբեր թվերի, տարբեր հայտնի իրադարձությունների պարագայում տարբեր երկրներում ընդունված է նամականիշներ թողարկել եւ մեր կարծիքով ամենատրամաբանականը հնչած տարբերակներից հենց նամականիշն է։ Հասկանալի է։ Ուշադրություն, ճիշտ պատասխանը։ Խեղտեմ է սխալ։ Իսկ ինչ տարբերակներ կար։ Մետաղադրամ, իրանց դրոշի բանը եւս հակառակն էինք հասկացել, այսինքն հարցը հետո սկսեց բանանել։ Մետաղադրամը նույնպես, բայց մեդիատորը այդքան կլոր տեսք չունի, էլի։ Ուշադրություն էկրանին։ Կանադայի դրամահատարանը գիթառի մեդիատորի տեսքով մետաղադրամ էր հատել։ Ինչպես հայտնի է, մեդիատորի բացակայության դեպքում գիթառ նվագելու համար երբեմն մետաղադրամ է օգտագործվում։ Իդեպ ասում են, որ հանրահռչակ Բրայան Մեյը մինչ այսօր մետաղադրամով է նվագում գիթառը։ 3-1 Պավել Ղազարյանը բերում է առաջին միավոր իր թիմին եւ վաստակում 50,000 դրամ պարգևավճար Յունի բանկից։ Իսկ մենք շարունակում ենք խաղը, տիկնայք եւ պարոնայք, մեր խաղին ներկա է Իտալ Սոլար ընկերության համահիմնադիր տնօրեն Ռուբեն Հակոբյանը։ Բարի երեկո, պարոն Հակոբյան։ Ողջույն, պարոն հաղորդավար։ Պարոն Հակոբյան, նշեցիք, որ ֆիզիկական անձանց համար պետական սուբսիդավորման ծրագիրն այլևս չի գործում։ Իսկ ինչ եք առաջարկում սպառողին այդ պարագայում։ Պարոն հաղորդավար, ինչպես գիտենք, այս տարվա հուլիսի 1-ից ցավոք պետական սուբսիդավորման ծրագիրը դադարել է եւ արդյունքում արևային կայան ձեռք բերելու համար հաճախորդը պետք է վերցներ վարկ 12-ից 16% տոկոսադրույքով, բայց մենք հասկանալով, որ այդ բեռը շատ ծանր է լինելու սպառողի համար, վերցրել ենք այդ հարցը, կարգավորել ենք մեզ վրա, այսինքն մենք վերցրել ենք այդ բեռը ընդհուպ միջև 0%, ուստի ինչպես նախկինում, այնպես էլ հիմա առաջարկում ենք
արևային համակարգերի վարկավորման պայմաններ, ընդդուք մինչև 0%, թե մարզերում, թե Երևանում։ Ես ճիշտ հասկացա, որ ֆիզիկական անձանց համար սպառողների ոչինչ չի փոխվել։ Ըստ էության այո, Իտալ Սոլարի ես նկատի ունեմ հաճախորդների։ Այո, մեզ մոտ կրկին գործում է 0% տոկոսադրույքը եւ նույն պայմաններով, ինչպես նախկինում, այնպես էլ հիմա հաճախորդները կարող են դիմել եւ վարկավորվել ձեռք բերեն արևային կայաններ։ Շնորհակալություն, ինձ մնում է հիշեցնել միայն, որ այս խաղի լավագույն հարցի հեղինակին Իտալ Սոլար ընկերությունը կտրամադրի 100,000 դրամի նվերքարտ։ Շարունակում ենք խաղը, 5-րդ խաղափուլ։ Հարգելի հեռուստադիտողներ, ձեր հարցերը կարող եք ուղարկել հետևյալ հասցեով. Երևան, Եղվարդի խճուղի 1, Արմենիա հեռուստատեսություն։ Ինչ, որտեղ, երբ հեռուստախաղին կամ info@pr.am էլեկտրոնային հասցեով, ինչպես նաև 3w.tv.am կայքի միջոցով։ Այն նամակները, որտեղ տեղեկատվության աղբյուրը եւ ձեր հեռախոսի համարը նշված չեն լինի, չեն դիտարկվի մեր խմբագիրների կողմից։ Սլաքի ուղղությամբ բլից 3 հարց յուրաքանչյուրի համար 20 վայրկյան քննարկման հնարավորությամբ։ Մեկ միավոր վաստակելու համար գիտակները պետք է պատասխանեն բոլոր 3 հարցերին։ Ուշադրություն, առաջին հարցը։ 1976 թվականին Փոլ Սայմոնը արժանացավ Գրեմմի մրցանակի լավագույն ալբոմ անվանակարգում։ Համլետ Մաթևոսյանը Վանաձորից հետաքրքրվում է, իսկ ինչի համար Սայմոնը մրցանակը ստանալիս կատակով շնորհակալություն հայտնեց Սթիվի Վանդերին։ Ժամանակ։ Սայմոն Գարֆունկլ խումբն է, բայց կույրը, իդակ ինչ ենք Սթիվի Վանդերի մասին, կույրը եղել 76 թիվն եմ ուզում։ Կաղա Վանդերը Զանգելայան, տենց Ոգեշնչման աղբյուրն այլ է։ հասարակ է շատ։ Դե հիմա բլիցը դրա համար էլ բան։ Շնորհակալություն Սթիվի Վանդերին, որ ինձ մոտիվացրել է, որ հայտի Ժամանակ։ Ով է պատասխանում։ Ես իմ վրա կվերցնեմ պատասխանատվությունը, պարոն հաղորդավար։ Սթիվի Վանդերը եղել է Սայմոնի կուրկը, երկրպագել է եւ շնորհակալություն հայտնել ոգեշնչելու համար։ Հասկանալի է։ Ուշադրություն, ճիշտ պատասխանը։ Փոլ Սայմոնը շնորհակալություն հայտնեց Սթիվի Վանդերին այդ տարի ալբոմ չթողարկելու համար։ Սթիվի Վանդերը լավագույն ալբոմ անվանակարգում Գրեմմիի մրցանակին է արժանացել 74, 75, 77 եւ այդպիսի թվականներին։ 3-2 Համլետ Մաթևոսյանը բերում է երկրորդ միավորը իր թիմին եւ վաստակում 50,000 դրամ պարգևավճար Յունի բանկից։ Հա, տենց թենիսի բաներ կար, որ Լավ, կորցրինք, մուզիկան խանգարեց, կորցրինք։ Բայց այդ երաժշտությունը դժվար խանգար է, պարոն Ֆրանգուլյան։ Զուտ կենտրոնացման է, պարոն հաղորդավար։ Դե առաջարկում եմ կրկին կենտրոնանանք եւ մենք շարունակենք խաղը 6-րդ խաղափուլ։ Պարոն Ֆրանգուլյան։ Այո։ Թեև առաջին անգամ եք մասնակցում մեր խաղին, սակայն ինտելեկտուալ խաղերում նորեկ չեք։ Այո։ Կպատմեք ձեր հաջողություններից։ Շատ, բավականին շատ են, եղել եմ դպրոցական առաջնությունների չեմպիոն դեռ 90-ականներից, մեկ անգամ Պոլիտեխնիկ ինստիտուտի առաջնությանն եմ մասնակցել հաղթանակած։ Պոլիտեխնիկի, բայց դուք ատամնաբուժ եք։ Հարավիրալ բան էի, գիտակ էի, հասկանալի է։ կանչեցին։ Հանգամարտ խաղին ենք մասնակցել Գյումրիում արդեն նույնպես հեռուստաեթերով, բախտս բերել է։ Ձեր դեմ խաղում է Էդգար Գևորգյանը, տնտեսագետ, քաղաք Բրբանք, ԱՄՆ։ Ռուս գրող Թիմ Սկորենկոյի հերոսներից մեկը հեգնանքով նշում է, որ եթե դուք առաջարկեք Ամերիկայի Միացյալ Նահանգների բնակիչներին գտնել իրենց երկիրը քարտեզի վրա, հարցվածների 90%-ը կսկսի փնտրել իրենց երկիրը Աֆրիկայում։ Ուշադրություն հարցը. ինչպես է Սկորենկոն բացատրում դա։
ժամանակ։ Սա գիտեն թե կենտրոնումա։ Սա գիտեն թե Ամերիկան է քաղաք, երկրի կենտրոնը։ Միակամից գլոբոսին Աֆրիկայից կտալի հասկանալ ամերիկացիները, որ եկել են այդ Սկորենկոն ռուսը։ Ալիասկան Նոր շատերը եկել են Աֆրիկայից, Աֆրիկայից միանշանակ հայրենիք են, Աֆրիկացի է։ Մեկը երկիցաբանը Էկանը էական չի։ Լավ, ուրիշ տարբերակ, Աֆրիկայից Մեծամասնություն ասեց հարցի 50%-ը։ Բայց 90% Աֆրիկայից եկան։ Արմեզի դեսքը պետություններ 50-ից ավել են նահանգների նման այդ կտրվածքներ կարան իրար Լիբերիա, Պարետ, Չադ, Գանա եւ այլն։ Լավ, այդ տարբերակը եղավ, ընդունեցին։ Ուրիշ ինչ բան կարող ենք ունենալ։ Ուրիշ այդ երկու բանն է, բայց ավելի մոտիկ երեք կենտրոն։ Ինչ տեսակի գախսույց տվել, կաղա Ժամանակ։ Ով է պատասխանում, պարոն Ֆրանգուլյան։ Քանի որ մենք ունենք երկու իրար հավասար, իրար հետ շատ նման պատասխան, ես իմ վրա կվերցնեմ պատասխանատվությունը, պարոն Խաղաղար։ Եկեք սկզբից ասեք, որ երկուսն են, հետո կասեք, որն եք ընտրում։ Այո, սկզբից ասեմ, որ երկուսն են։ Մեր կարծիքով ռուս գրող Սկորենկոն հեգնանքով արտահայտվել է, որ ամերիկացիների 90%-ը ցույց կտան քարտեզի վրա իրենց երկրի գտնվելու վայրը Աֆրիկայի տեղում, որովհետև Ամերիկայի Միացյալ Նահանգներում քարտեզում գտնվում է հենց Ամերիկայի աշխարհամասը, իսկ եվրոպական, ռուսական քարտեզներում Ամերիկան դեպի ցախ է, այսինքն իրենք կենտրոնում տեսնում են, պատկերացնում են, որ կենտրոնում պետք է լինի Ամերիկան, ինչպես շատ ու շատ այլ երկրներ, ու այդ պատճառով ռուսական հայացքից կենտրոնում պատկերվող Աֆրիկան շատերը ընտրում են որպես Ամերիկայի Միացյալ Նահանգներ, Ամերիկայի աշխարհամաս։ Երկրորդ տարբերակը Երկրորդ տարբերակը, որ մեծամասամբ Ամերիկայի Միացյալ Նահանգներում, մեծամասամբ չէ, բայց մեծ մասը աֆրոամերիկացիներ են, այսինքն ծնունդով Աֆրիկայից են եւ միգուցե այդ նկատի ունե, որ Ամերիկայի ցեղամորձ բնակչությունը արմատներով Աֆրիկայի մայրցամաքից է։ Հիմա պետք է ընտրեք այդ երկուսից մեկը։ Առաջի տարբերակը։ Քարտեզի կենտրոնում պատկերված է Աֆրիկան եւ Ամերիկա կենտրոն աշխարհայաց ունեցող 90%-ը հենց այդ դիրքով է որոշում իրենց գտնվելու վայրը քարտեզում։ Հասկանալի է։ Ուշադրություն, ճիշտ պատասխանը։ Կասեք ինչու այդ տարբերակը ընտրեցիք, պարոն Ֆրանգուլյան։ Դա ինձ ավելի հավանական թվաց, հետո չեմ կարծում, որ 90%-ը աֆրոամերիկացիներ են հարցվողների եւ հեգնանքի պահանել կար, ու մենք բոլորս գիտենք Ամերիկայի Միացյալ Նահանգների բնակչության այդ Ամերիկա կենտրոնական լինելը, դա ինձ դրտեց այդ տարբերակ ընտրել։ Դա ձեր կարծիքով լավ է թե վատ, որ Ամերիկա կենտրոն են Ամերիկայի բնակիչները։ Դա ոչ լավ է, ոչ վատ, դա փաստ է։ Ամենասկ Ճապոնիան նույնպես քարտեզի վրա իրեն պատկերում է կենտրոնում, իսկ Աֆրիկան, Եվրոպան եւ Ամերիկաները քարտեզի աջ ու ցախ կողմերում։ Ամեն երկիր Ավստրալիան քարտեզը թարս է պատկերում, ամենասկ չի ուզում լինել ծայրամասում, ուզում է լինել աշխարհի կենտրոնում։ Ինչ լավ է, որ Անտարկտիդայում ոչ ոք չի բնակվում։ Համաձայն եմ։ Թիմ Սկորենկոյի հերոսը հեգնանքով նշում է, որ եթե դուք առաջարկեք Ամերիկայի Միացյալ Նահանգների բնակիչներին գտնել իրենց երկիրը քարտեզի վրա, հարցվածների 90%-ը կսկսի փնտրել իրենց երկիրը Աֆրիկայում, քանի որ Աֆրիկան գտնվում է քարտեզի կենտրոնում։ 4-2։ Ճարտին գնացինք առաջ։ Տիկնայք եւ պարոնայք, դահլիճում ներկա է Յոնի բանկի վարչության նախագահի առաջին տեղակալ, իրավական սպասարկման եւ ժամկետանց պարտավորությունների հետ բերման գծով տնօրեն Օվսաննա Առաքելյանը։ Բարի երեկո, Տիկին Առաքելյան։ Բարի երեկո, պարոն հաղորդավար։ Տիկին Առաքելյան, ինչ եք կարծում, կկարողանա այս թիմը մրցել մեր ակումբի ուժեղագույն թիմերի հետ։ Կարծում եմ բոլոր շանսերը ունի մրցելու։ Իսկ այսօր ինչպես կավարտվի ձեր կարծիքով խաղը։ Շատ խոստումնալից է անցնում, կարծում եմ հաղթելու բոլոր, այսպես ասած, նախադրյալները ունեն ու հեռուստադիտողի համար շատ հետաքրքրաշարժ խաղ է սպասվում դիտել։ Հեռուստադիտողի համար, այո, բայց չեք կարծում, որ հարցերը մի փոքր ավելի թեթև են ընտրել։
Թեև իհարկե որ արտամրցութային է։ Այո, հաշվի առնելով այդ հաշվի առնելով գիտակների փորձի պակասը, ասենք կարծում եմ հետո ընթացքում ավելի կբարդացնեք հարցերը, բայց այսօր այդքան էլ այդպես չի, որ հեշտ ու շատ պարզ հարցեր են կարծում եմ։ Իսկ ինչ կմաղթեք թիմին։ Հաղթանակ։ Շնորհակալություն, շարունակում ենք խաղը 7-րդ խաղափուլ։ Լուսինե։ Այո, պարոն հաղորդավար։ Դուք մեր մշտական հեռուստադիտողներից եք։ Այո։ Քանի հարց եք արդեն հասցրել ուղարկել մեր խաղին։ Երևի մոտ 30 հարց։ Իսկ կա մի թիմ, որի դեմ չէիք ցանկանա խաղալ որպես հեռուստադիտող։ Կնշեմ իմ սիրած թիմը, հավանաբար չէի ուզի իրենց հետ խաղալ, Էմիլ Միրզոյանի թիմը։ Իսկ որ հեռուստադիտողի հարցերի դեմ չէիք ուզենա խաղալ որպես գիտակ։ Երևի մշտական հեռուստադիտող Զարինա Բարսեղովայի։ Հարց Յունիբանկից։ Ձեր դեմ խաղում է Յունիբանկի վարչության նախագահ Մեսրոպ Հակոբյանը։ Նախորդ դարի 50-ական թվականներին Ջեյմս Դինը և Մարլոն Բրանդոն դա անում էին իրենց հերոսների ազատատենչ ոգին և անհատականությունը ընդգծելու համար։ Մեսրոպ Հակոբյանը հազիվ թե ոգեշնչվեր Դինով և Բրանդոյով, բայց 1990 թվականին, երբ նա սովորում էր 3-րդ դասարանում, դա դպրոց ծնող կանչելու պատճառ դարձավ։ Նման պատճառով դպրոց ծնող կանչելը շատ կզարմացնի ժամանակակից դպրոցականներին, սակայն օրինակ մեր հեռուստախաղում դա խիստ արգելված է։ Ուշադրություն հարցը, ինչի մասին է խոսքը, ժամանակ։ Հեռախոս հենց։ Ազատատենչությունը հեռախոսի հետ կապ չի։ 1950 շորի հետ կապված։ Գաղտնիքը բացահայտելու մասին բարոյ։ 50-ական թվականներ, նոր այդ հիպիական շարժումն այդ ազատատենչ պատերազմական շրջանն է։ Մարլոն Բրանդո, ինք Օսկար չի ստա, հրաժարվել Օսկար ստանալուց։ Երկուսը դերասան են, կարող է երրորդ դասարանում դասանագրից հրաժարվել օրինակ։ հրաժարվել է մրցանակից։ Հա, ու ծնող են կանչել ազատատենչ չի կարելի։ Ես չեմ մտնում ձեր ռամկի մեջ։ Բայց այսօր սովորական, դա սովորական չի հրաժարվելը։ Դե հա, ակումբում սովորական չէ։ Իսկ շորի հետ կապված բան է, Ում ենք կարմիր քարտ ցույց տալի։ Մեկ րոպե, ում ենք կարմիր քարտ ցույց տալի։ Պարոն Մելքումյան, խնդրում եմ լքել դահլիճը։ Շարունակեք։ Так, հակուստ, արդակին տեսք, ատան մաքրել, տարբերակ դեր։ Ուսուցչին ընդօրինակել իր կրկնօրինակել Մարլոն Բրանդոյի իրաց ձևերը անել։ չի գրիմն է։ Հեռախոս էլի։ Հեռախոս։ Ժամանակ։ Պարոն Ֆրանգուլյան, ես ներողություն եմ խնդրում, ես հիմա դիմում եմ մրցութային թիմերին։ Մրցութային թիմերի ժամանակ ես մի անգամից միավորը կփոխանցեմ հեռուստադիտողներին։ Հիմա քանի որ թիմը նոր է, ես ընդամենը սահմանափակվեցի պարոն Մելքումյանին խնդրելով լքել դահլիճը։ Շարունակում ենք, լսում ենք ձեզ պարոն Ֆրանգուլյանով է պատասխանում։ Պարոն հաղորդավար, քանի որ մենք մոտիկ պատասխան չունենք եւ քանի որ դուք մեկ անգամ արդեն մերժեցիք, հուսով ենք այս անգամ ավելի բարի կգտնվեք եւ մեկ անգամ եւս կկրկնեք հարցը։ Իհարկե։ Շնորհակալություն։ Ինչի մասին է խոսքը։ Հարցը այդպիսին էր։ Ես կարծում եմ, որ Մարլոն Բրանդոն եւ Դինը խոսքը գնում է մրցանակից, ինչ որ խրախուսող բանից հրաժարվելու մասին, որպես ազատատենչություն, որպես անհատականության դրսևորում, ու նման բան միգուցե եղել է 3-րդ դասարանում հարցի հեղինակի հետ եւ նրան ծնող են կանչել, որ գովասանագրից է հրաժարվել կամ ինչ որ նման բան։ Հասկանալի է։ Ուշադրություն, ճիշտ պատասխանը։ Ես չգիտեմ դուք կզարմանաք այս պատասխանից, թե պարզապես կափսոսեք, բայց այնուամենայնիվ 1990 թվականին Մեսրոպ Հակոբյանը դպրոց էր գնացել ջինսե տաբատով, ինչը ծնող կանչելու պատճառ դարձավ։ Խոսքը ջինսե տաբատ հագնելու մասին է։ 4-3։
Մեսրոկ Հակոբյանը բերում է երրորդ միավորիչ թիմին, սակայն բնականաբար որևէ դրամական պարգև չի ստանում։ Չէ, շոր ասի, բայց մոռացան։ Շարունակում ենք խաղը 8-րդ խաղափուլ։ Պարոն Մազմանյան։ Այո, պարոն հաղորդավար։ Կարելի է ասել, որ դուք ձեր թիմի ամենափորձառու գիտակն եք։ Սա ձեր երրորդ մասնակցությունն է մեր խաղին։ Այո։ Առաջին անգամ խաղացել եք մոտ 10 տարի առաջ։ Այո, 2015 թվականի ձմեռային եթերաշրջանը։ Այն ժամանակ ես ձեզ ներկայացրեցի որպես ապագա միջազգայնագետ, սակայն հետագայում ձեր պլանները փոխվեցին եւ դուք փաստաբան դարձաք։ Ինչով էր պայմանավորված այդ շրջադարձը։ Դժվար է ասել, տարբեր ուղղությամբ Լուսինե Աղաջանյան։ Շարունակեք, լսում ենք ձեզ։ Տարբեր գործոններ են եղել իրականում, ամեն դեպքում գտա, որ ինձ ավելի հոգեհարազատ է իրավաբանության ոլորտը։ Դրա համար ընտրեցի այս ուղղությունը ամեն դեպքում։ Երևի 17-18 տարեկանը շուտ է դեռ մասնագիտություն ընտրելու համար։ Պարոն Մազմանյան, համաձայն եք։ Միգուցե, այո։ Ձեր դեմ խաղում է Լուսինե Աղաջանյանը, գրող Գյումրիից, պարոն Ֆրանգուլյան։ Չեն ողջույններս։ Ձևացրեք, թե կրակում եք։ Ծափ տվեք։ Ցույց տվեք, թե ինչպես կարող եք ասեղ թելել։ Իսկ հիմա ուշադրություն, հարցը։ Ինչ են մարդու մասին բացահայտում հոգեբաններն այս թեստի օգնությամբ։ Ժամանակ։ Ձախլիկ, թե հաշլիկ։ Ձախլիկ, թե հաշլիկ։ Լավ, օրինակ մեկը։ Ծափ տալը ինչ։ Կարակել, ծափ տալը։ Սառնասիրտա թե չէ։ Ձախլիկա չի։ Կարակելու Հա, կարակելը։ Նայ, մենք շատ բազմազան չէ, կարակելը կարող է բազմազան լինել 1, 2, ինչ-որ սպես բան, հա։ Ասեղ թելելը մենակ էս դաշան, հա, Ինչքան դիպուկ է դաշան, սառնասիրտա։ Լավ, աչու ցան հասկացանք, լավ, էլ ուրիշ ինչ տեսողության հետ կապված ինչ, թե ձևաստերի հոգեբանական թեստ։ կետորն ասած կարակել թե չէ։ Ասեղ թելած թե չէ։ Ծափահարություն, ամեն ինչ հասարակ բան է, շատպես ցուցադրական է, հասկանալի, հեշտ ընթերնելի բաներ են։ Ինչ։ Ուրիշ, հələ վերսիաներ, շարունակեցինք։ Կարողա չէ, մատ ինչքան է երկար կարողա դաշնամուր կարած նվագես թե չէ, սուլուխում ես թե չէ։ Ծափտալը, տեմպի հետ կապված։ Ջութակ կարած նվագես թե չէ, հա, երաշտական ինչ-որ բան։ Ռիթմի զգացողություն։ Ռիթմի զգացողություն։ Ասեղ թելելը պատրաստ։ Պարոն Ֆրանգուլյան, ժամանակով է պատասխանում։ Իդեպ կարող եմ ամբողջովին կրկնել հարցը։ Ինչպեսի բարեսրտություն ձեր կողմից, անցած անկանվա խնդրանքը 10 եղավ, էլ չենք ուզում։ Քանի որ հարցի սկզբում դուք պարոն Մազմանյանի հետ զրուցեցիք, թերևս ինքն էլ դա մեր տարբերակը։ Պարոն հաղորդավար, գտնում ենք, որ տվյալ կերպ փորձում են հասկանալ, թե անձը ձախլիկ է, թե աչլիկ։ Հասկանալի է։ Ուշադրություն, ճիշտ պատասխանը։ Ծափահարելիս կերևա, թե որ ձեռքն է դոմինանտ։ Կրակելիս կերևա, թե որ աչքն է փակ, որը բաց։ Իսկ ասեղը դուք կարող եք թելել միայն դոմինանտ ձեռքի մատներով։ Այս թեստի օգնությամբ հոգեբանները պարզում են մարդը աչլիկ է, թե ձախլիկ։ 5-3։ Պարոն Ֆրանգուլյան, ես հիմա ձեզ մի օրինակ ասեմ, որ հասկանաք, որ գրիչը դեռ փաշտ չէ, օրինակ Նադալը լինելով աչլիկ խաղում էր ձախ ձեռքով։ Գիտեիք, պարոն Սարգսյան, դուք թենիսի մեծ երկրպագու եք։ Իհարկե, պարոն հաղորդավար, ես նույնիսկ շատ ձախլիկ խաղացողների գիտեմ, ովքեր եւ ձախլիկ են եւ հենց ձախով էլ բռնում են բանը, ռակետկան։ Բայց դրա համար ես Նադալի օրինակը բերեցի, այո, Նադալը աչլիկ է, ձախով էր խաղում։ Ինչ որտեղ երբ աշնանային եթերաշրջանի գլխավոր հովանավորն է Յունիբանկը, խաղի գիտաինտելեկտուալ գործընկերն է PMI Science ընկերությունը, մեր արևային գործընկերն է Ital Solar ընկերությունը, մեր համեղ գործընկերն է Atenk ընկերությունը, գովաստ Armenia TV-ի եթերում։
Տիկնայք եւ պարոնայք, մեր դահլիճում ներկա է PMI Science գիտահետազոտական կենտրոնի գիտական ներգրավվածության գործադիր Դավիթ Մանուկյանը։ Բարի երեկո, պարոն Մանուկյան։ Բարի երեկո, պարոն հաղորդավար։ Պարոն Մանուկյան, PMI Science գիտահետազոտական կենտրոնը վերջերս փոխըմբռնման հուշագիր ստորագրեց ինժեներական ասոցիացիայի եւ ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամի հետ։ Ինչ է այն ենթադրում։ Այդ հուշագրով մեկնարկ տրվեց PMI Science գիտահետազոտական կենտրոնի ընդլայնմանը դեպի ինժեներական քաղաք եւ ուրախ եմ հայտարարել, որ PMI Science-ը առաջին ռեզիդենտ միջազգային կազմակերպությունն է լինելու ինժեներական քաղաքում եւ այնտեղ ոչ միայն վարձակալելու է տարածք, այլ նաեւ հիմնելու է բազմաֆունկցիոնալ գիտահետազոտական կենտրոն, որտեղ լինելու են լաբորատորիաներ նյութագիտության, աերոզոլի ուսումնասիրման, ինչպես նաեւ պրոտոտիպավորման հետ կապված, որից կարողանալ են օգտվել ոչ միայն մեր գիտաշխատողները, այլև ամբողջ ինժեներական համայնքը։ Շնորհակալություն PMI Science-ին եւ ընդհանրապես շնորհակալություն բոլոր այն մարդկանց, ովքեր երկար տարիներ հետո ստիպեցին, որ ինժեների մասնագիտությունը Հայաստանում նորից գնահատվի։ Շարունակում ենք խաղը 9-րդ խաղափուլ։ Պարոն Մնացականյան։ Լսում եմ, պարոն հաղորդավար։ Դուք զբաղվել եք ըմբշամարտով, սակայն ավելի շատ բիաթլոն եք սիրում։ Այո, կա նման ճշմարտություն։ Իսկ ինչն է ձեզ մոտ ավելի լավ ստացվում, դահուկավազքը թե կրակելը։ Կրակելը։ Այդ դեպքում կարող էիք միայն կրակելով զբաղվել։ Թե դա չի հետաքրքրում։ Չէ, չի հետաքրքրում առավել։ Հայաստանում բիաթլոնով Կա արդիկում երկու ընտանիք ոնց է զբաղվում է։ Ձեր դեմ խաղում է Վազգեն Մարգարյանը, մարքետոլոգ Հրազդանից։ Կանաչ կետչուպ, ցածր յուղայնությամբ կարտոֆիլի չիպսեր, լազանյայի համով ատամի մածուկ, սուրճի համով գազավորված ըմպելիք եւ այլն։ Այս բոլոր ապրանքները ցուցադրվում են մի թանգարանում, որը գտնվում է Շվեդիայում։ Ուշադրություն հարցը. ինչ են իրենցից ներկայացնում այդ թանգարանի ցուցանմուշները։ Ժամանակ։ Մակդոնալդսի թանգարան, էկոլոգիայի հետ կապված ինչ-որ բան օրինակ։ Կանաչ կետչուպ։ Ինչից են սա։ Շվեդիայում է, Բյուսյան երկիր է էկոլոգիական։ Լազանյայի համով ատամի մածուկ, իսկ կարող է առանց պլաստիկ, ինչ-որ փաթեթավորման համար։ Բաներն է, այդ Չէ, հաստատ բնապահպանական ինչ-որ մի հատ բան կա, տարկաստ է։ Հա, թանգարան, Շվեդիայում։ Նոբելյա մրցանակի հետ կարող է կապ ունենա ինչ-որ։ Հայտնագործություններ լինեն։ Չգիտեմ, հա, Նոբելյա մրցանակ է ստացել, որն է Շնոբելյան։ Կարող է գյուտը Շնոբելյա մրցանակի։ Ամենահապուշ բաներն են, որ եղել է։ Ամենահապուշ գյուտերն է։ Ինչ-որ տարօրինակություններով կա, հապուշ հասկացանք, ընդունեցինք։ Ուրիշ։ Շվեդիայի ասենք ինչն այլ կա։ Նոբելյա մրցանակը։ Հա, կանաչ կետչուպ անեշին։ Պատասխանը պատրաստ է։ Առաջին անգամ, պարոն Ֆրանգուլյան, թիմը վերջին 10 վայրկյանում փաստացի լուր էր։ Այո, կա այդպիսի բան։ Տարօրինակ է, որովհետև դուք մեզ արդեն սովորեցրել էիք, որ մինչև վերջի վայրկյանը մի բան էլ ավել քննարկում եք։ Ճիշտ ասած, այս դեպքում Գևորգի տված պատասխանը միանգամից բոլորիս բավարարեց ու էլ շարունակությունը ընդհատվեց քննարկման, կարծում եմ, որ հենց ինքն էլ իր պատասխանով կբերի եւս մեկ միավոր։ Լսում ենք ձեզ, Գևորգ։ Պարոն հաղորդավար, Շվեդիան ոչ միայն հոկեյով է հայտնի, այլև Նոբելյան մրցանակ տրամադրելու։ Մենք գիտենք, որ բացի գիտության ոլորտում հայտնի ավանդ ունեցած մարդկանց, նաև կա Շնոբելյան մրցանակ, որը տալիս են հիմար գյուտերի համար եւ կարծում եմ սրանք աշխարհի ամենահիմար գյուտերն են, որը կարող էր լինել։ Այդ գյուտերը գտնվում են Շնոբելյան մրցանակ շնորհված ամենահիմար ապրանքները, այդ թանգարանում գտնվում են ամենահիմար ապրանքները, որի համար արժանացել են Շնոբելյան մրցանակի։ Հասկանալի է։ Ուշադրություն, ճիշտ պատասխանը։ Պարոն Սարգսյան, ես հիմա կարդամ պատասխանը, դուք ասեք, դուք ճիշտ եք պատասխանել, թե ոչ։ Թանգարանը
ստացել է ձախողումների թանգարան անվանումը։ Այդ թանգարանում ցուցադրված են բիզնես արտադրանքի ցուցանմուշներ, որոնք հաջողության չեն հասել շուկայում։ Գևորգ, ճիշտ եք պատասխանել, թե ոչ։ Պարոն հաղորդավար, վերջնական որոշումը ձեռն է, բայց իմ կարծիքով, որ հիմար գյուտը եւս ձախողում է, մենք տրամաբանությունը վերցրել ենք։ Մնացածը թողնում եմ ձեզ, դուք եք որոշում, մենք ճիշտ ենք պատասխանել, թե չէ։ Պարոն Սարգսյան, դուք սխալ եք պատասխանել։ 5-4 Վազգեն Մարկարյանը բերում է 4-րդ միավորը իր թիմին եւ վաստակում 50,000 դրամ պարգևավճար Յունի բանկից։ Շվեդիաներից համար Շարունակում ենք խաղը, 10-րդ խաղափուլ։ Պարոն Հարությունյան, այո, պարոն հաղորդավար։ Հետևելով մեր խաղին համոզված կլինեք, որ գորիսեցիները մեր ակումբում ավելի նշանակալի ներկայություն ունեն, քան կապանցիները։ Այո, նկատել եմ։ Իսկ չեք պատրաստվում կապանցիներով թիմ կազմել եւ մեր խաղին մասնակցելու այդ ներկայացնել։ Իսկ երբ։ Չգիտեմ, մոտակա ժամանակները ես մի քանի օր արդեն ճանաչում եմ, որ իրանք կարող են այս խաղին մասնակցել ու կարող են, թե նաեւ ուզում են։ Ուզում են անգամ, ուզում են։ Ձեր դեմ խաղում է Լիլիթ Չախոյանը, բժիշկ, քաղաք Վոլգոգրադ, Ռուսաստան։ Ուշադրություն, պաստար։ Ձեր առջև Հռոմում գտնվող հայրենիքի խորանն է։ Հուշարձանի շինարարությունն ավարտվել է 1935 թվականին։ Լայն աստիճանը տանում է դեպի կիսաշրջանաձև սյունաշար, որի հետնամասում վեր է խոյանում մարմարե պատը։ Սյունաշարի երկու կողմերում քանդակներ կան։ Ուշադրություն հարցը։ Իսկ ինչի հետ են հռոմեացիները համեմատում այս հուշարձանը, ժամանակ։ Եք գայլի։ Ձերքեր, որոնք բռնում են։ Եք գայլը կարա լինի Հռոմը, այդ Հռոմը եւ Ինչի հետ է։ Այս արձանը սարքել է Ֆրանկոյի ժամանակ 30-ական թվականին, բացասական ֆաշիզմի հետ ինչ-որ կապ ունեցող հիմա արդեն նեգատիվ ընդունվող բան կարող է լինի։ Այս սյուները բայց նման 1935 թվականին Կարող Կոլիզեին է ինչ-որ ձևնամորթերս։ Կոլիզեին է նմանով է, իտալացի մեծեր է պիտի լինեն, հայ ջոր Հռոմի ժամանակվանից Դանտեով, Միկելանջելոյով։ Կոլիզեի մի հատվածը կողմնի կամ էլ Վատիկանի դեպքում այդ պահը կա, Վատիկանի ճարտարապետությունը ձեռքեր են, որոնք գրկում են աշխարհը։ Միգուցե նման բան ստեղ կարող է լինի։ Չարի ու բարի։ Եկեղեցի ինչ որ չէ, չոր բեմ, որտեղից որ Դակ հարցի ջուն էր, հարցը Ինչի հետ են համեմատում։ Ինչի հետ պետք է համատեն։ Սուրբ Պետրոսի տաճարը, իսկ Էլի Հռոմը ինչ հայտնի ուրիշ բանի հետ են համեմատում։ Ինչ կոնկրետություն։ Ժամանակ Բյուզանդիա եւ հռոմեական կայսրություն։ Ով է պատասխանում, պարոն Ֆրանգուլյան։ Քանի որ հստակ հավանական տարբերակ թիմի մոտ դեռ չկա, ես ելին վրա կվերցնեմ պատասխանատվությունը, պարոն հաղորդավար։ Մեր կարծիքով այդ երկու կիսակլոր վերև բարձրացող աստիճանները խորհրդանշում են ձեռքերը, որոնք պետք է գրկեն աշխարհը, Իտալիան, Պիրենեան թերակղզին եւ ձեռքեր, որոնք գրկում են ինչ-որ մի բան աշխարհ, չգիտեմ ինչ։ Հասկանալի է։ Ուշադրություն, ճիշտ պատասխանը։ Պարոն Ֆրանգուլյան, մի հատ վերցրեք նկարը, իրար հետ նայենք, հա, եթե կարելի է։ Արդեն։ Առաջին հայացքից ինչի է նման։ Շենք, որի վրա դեպի որ տանում են երկու կիսակլոր աստիճաններ։ Պարթենոնին մի քիչ Աթենքում գտնվող արձանախումբ Աստիճանները ստեղնաշար են հիշեցնում, սյունաշարը տառերով լծակներ են, պատը թղթի թերթը երկու կողմից վեր խոյացող քանդակները նման են լծակների, որոնք հին մոդելներում տեղակայված էին վերևում։ Հռոմեացիներն այս հուշարձանը համեմատում են ուշադրություն էկրանին։ Գրա մեքենայի հետ։ 5-5,
Լիլիթ Չախոյանը բերում է 5-րդ միավոր իր թիմին եւ վաստակում 50,000 դրամ պարգևավճար Յունիբանկից։ Դե էս էլ բարդ հարցներ, անպայման չի բոլորը թեթև լինեին։ Եվ մենք սկսում ենք 11-րդ վճռորոշ խաղափուրը։ Ուշադրություն։ Ինչ որտեղ երբ աշնանային եթերաշրջանի եզրափակիչ խաղում կշնորհվի եթերաշրջանի գլխավոր մրցանակը՝ Մարմարե արծիվը։ Եթե եզրափակիչ խաղում հաղթեն գիտակները, ապա գլխավոր մրցանակը, ինչպես նաև Յունիբանկի կողմից սահմանված 300,000 դրամ դրամական պարգևը կստանա այդ թիմի լավագույն գիտակը։ Իսկ եթե եզրափակիչ խաղում հաղթեն հեռուստադիտողները, ապա Մարմարե արծիվն ու դրամական պարգևը կստանա լավագույն հարցի հեղինակը։ Ժողովուրդ, հիմա կամ երբեք։ Հիմա։ Ձեր դեմ խաղում է Մարմարե արծվի մրցանակակիր Աննա Աստանյանը, ֆինանսիստ Երևանից։ Մի շարք զբոսաշրջիկներ Զվարթնոց օդանավակայանում ցերեկային ժամին վայրէջք չկատարելուց հետո իրենց սոցիալական էջերում հրապարակել են լուսանկարներ, որոնք ուղղորդվել են հետևյալ կամ նմանատիպ գրառումներով. Ես գիտեի, որ հայերը շատ են սիրում սուրճ, բայց ոչ այսքան շատ։ Չենք հասցրել վայրեջք կատարել, իսկ հայերն արդեն սուրճ են եփում։ Ուշադրություն, հարցը. Ինչ էին տեսել այդ զբոսաշրջիկները ինքնաթիռից, ինչը թույլ էր տվել նրանց նման եզրակացություն անել։ Ժամանակ։ Բանը է։ Բայց արդը սուրճ եթե այս մատից ինչ կապ կարող ունի Զվարթնոց։ Զվարթնոց են ջունը, էլի որ նման է շատ։ Ջազվեատիպ, կոֆեատիպ էլ ինչ կա։ Հա, մի հատ էլ բանի արձանք է, չէ, բայց սուրճ են, ինչ որ բան անում են, ինչ որ մարդ։ Իշտել տա, գումն իշտելուց մենք ինչ ենք տեսնում։ Արարատը, Արարատյան դաշտավայրը, Երևանը, Երևանի ծուխ պետք է լինի, կամ ծխինման, կարող է Արարատի ցեմենտի գործարանն է, կամ չգիտեմ ինչ։ Բաները, բաները կա, ատոմակայանի բանը կա։ Ատոմակայանի շատ լավ է, շատ լավ է։ Մեկ էլ բանի վերսիան է, թանկա սուրճը դամա շատ են սիրում այդ։ Չէ, լավում են նոր։ Իշտելուց սաղ սուրճ են։ Արարատյան դաշտավայրի հետ կապված մի նասի բան, որ նա նկարը կա հենց օդանավակայանում, հա, իջան ներքև, էլ ինչ կարող է լինել։ Տարբերակներ, սուրճ, ծուխ, հոտ, սուրճի հատիկի պես ինչ որ բան կա, այդ օվալաձև օդանավակայանի կլորը։ Հայերը սուրճ են եփում, այսինքն ինչ որ ծուխ պետք է լինի, որ մարդիկ տենան, որ բայց ինչի սև։ Պարոն Ֆրանգուլյան, ով է պատասխանում։ Այս հարցին կպատասխանի մի մարդ, որը մաքսիմալ կերպով հեռու է ապրում Զվարթնոց օդանավակայանից։ Ալեքսեյը, խնդրեմ։ Պարոն հաղորդող, մեր կարծիքով խոսքը գնում է այն 3 շինությունները, որոնք մեծամորի ատոմակայանի այն 3 գմբեթները, որտեղից ծուխ է գալիս ու ինքնաթիռից երևում է արդեն իջնելուց այդ 3 գմբեթները, ինքը գույնով, այդ ծխով սրճի ջազվաներին է նմանացնում։ Հասկանալի է։ Ուշադրություն, ճիշտ պատասխանը։ Վայրեջքի ժամանակ զբոսաշրջիկները տեսել էին ուշադրություն էկրանին։ Մեծամորի ատոմակայանը, որը նմանեցրել էին սրճեփի։ 6-5 հոգուտ գիտակների ես արձանագրում եմ գիտակների հաղթանակը եւ նշում հաղթողների անունները։ Լուսինե Այվազյան, Վոլոդյա Մազմանյան, Գևորգ Սարգսյան, Արտակ Մնացականյան, Ալեքսեյ Հարությունյան եւ թիմի ավագ Հովհաննես Ֆրանգուլյան։ Պարոն Ռուբեն Հակոբյան։ Այո, պարոն հաղորդավար։ Ով էր այսօրվա խաղի լավագույն գիտակը։ Կարծում ստեղ երկար մտածելու բան չկա, միանշանակ Գևորգ Սարգսյան։ Այսօրվա խաղի լավագույն գիտակ է ճանաչում Գևորգ Սարգսյանը եւ ստանում է Հայաստանի Հանրապետության եղանակակլիմայական պայմանները ձևավորող սինոպտիկական պրոցեսների աշխատությունը Գագիկ Սուրենյանի մակագրությամբ։ Իսկ Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը թիմի բոլոր անդամներին նվիրում է առաջիկա համերգի հրավիրատոմս 2 անձի համար։
Հիշեցնեմ նաև, որ Մարմար է արծվի մրցանակակրին Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը նվիրում է հոբելյանական 20-րդ համերգաշրջանի աբոնեմենտային քարտ։ Տիկին Օվսաննա Առաքելյան, Այո, պարոն հաղորդավար։ Եկավ ժամանակն ընտրելու լավագույն հեռուստադիտողին։ Հիշեցնեմ հաղթող հարցերի հեղինակներին։ Պավել Ղազարյան կիթառի մեդիատորի մասին հարցով, Համլետ Մաթևոսյան Փոլ Սայմոնի եւ Սթիվի Վանդերի մասին, Յունիբանկը չենք դիտարկում, Վազգեն Մարգարյան ձախողումների թանգարանի մասին եւ Լիլիթ Չախոյան գրամեքենայի մասին։ Ոյ, երևի ձախողումների թանգարանի վերաբերյալ հարցը։ Վազգեն Մարգարյանը ձախողումների թանգարանի մասին հարցով ճանաչվում է այսօրվա խաղի լավագույն հարցի հեղինակ եւ ստանում է լրացուցիչ 50,000 դրամ գումար Յունիբանկից, ինչպես նաեւ 100,000 դրամի նվերքարտ Իտալ Սոլար ընկերության կողմից։ Աթենք ընկերությունը այն հարցերի շարքից, որոնց գիտակները ճիշտ են պատասխանել, կընտրի լավագույնը եւ հարցի հեղինակին կպարգեւատրի 50,000 դրամի նվերքարտով։ Տիկին Լենա Աբրամյան, հիշեցնեմ այդ հարցերը եւ դուք ընտրեք։ Վլադիմիր Գալստյան բանտարկյալի համարի մասին, Ալեք Մկոյան Հրաչյա Աճարյանի լսած հայոյանքի մասին, Արփինե Սահակյան Կոկո Շանելի Մկրատի, Էդգար Գևորքյան ամերիկացիների եւ Աֆրիկայի, Լուսինե Աղաջանյան աչլիկների եւ ձախլիկների եւ Աննա Աստանյան Մեծամորի ատոմակայանի մասին։ Պարոն հաղորդավար, եկեք ընտրենք այն հարցը, որը հաղթանակ բերեց թիմին։ Վերջին հարցի մասին է խոսքը։ Աննա Աստանյանը Մեծամորի ատոմակայանի մասին հարցով ստանում է 50,000 դրամի նվերքարտ Աթենք ընկերությունից։ Խաղն ավարտված է, շնորհակալություն խաղին մասնակցելու համար։ Իսկ մենք կհանդիպենք մեկ շաբաթից Armenia TV-ի եթերում։